Աստված օգնական Հայր Սուրբ այսպես համայնքում առաջին պատարագին մասնակցեցիք, նախ այս իրավիճակում այսպիսի հանձնառություն վերցնել, ինչ է ձեզ համար։ Կարծում խաչի ճանապարհ, որից չուզեցի հրաժարվել։ Ճանապարհ, որը շոտ է դժվար է, գիտեք, ատելության ինչպիսի մթնոլորտ է քարոզվում, հատկապես բարձր տեղերից իշխանական միջամտություններ մեր քահանաներին ցավում են, բայց թաքնված սպառնում են, կանչում են քաղաքային իշխանությունները անիմաստ խոսելու իբր։ Տեսանք, որ ձեր երբեմնի ծառայեկից եղբորը թույլ չեն տալիս պաշտոնը այսպես ազատել, թեև արդեն վեհափառ Հայրապետի կողմից կա համապատասխան հայտարարություն եւ ընդունված որոշում, Փաշինյանն անձամբ որոշել է, որ դա պետք է մերժվի եւ շարունակում է Գևորգ Սրբազանը մնալ պաշտոնում, ինչպես եք վերաբերում այս հայտարարություններին, կպատկերացնեիք, որ ժողովրդավարության լոզունգներով եկած իշխանությունը մի օր այսպես կփորձի միջամտել հոգեվոր իշխանության գործերին։ Թող դրա մասին իրավաբանները խոսեն, բայց ես վստահ եմ, որ թե սահմանադրական դատարանում, թե ամբողջ իրավական համակարգում իրենք շատ լավ հասկանում են ինչ է կատարվում։ Մեր սահմանադրության առաջին հոդվածը, հատկապես իրավականի հատվածով չի գործում այսօր։ Իսկ սա հղի է վտանգներով։ Դու պատահական չի, որ սահմանադրական հայրերը, երբ որ հաստատել են ինքնիշխան ժողովրդավար սոցիալականների իրավական, դրանք նույն հարթությունում են գտնվում, մեկը մյուսից լծործված են։ Եթե դու իրավական հատվածը հանում ես, քո ինքնիշխանությունն էլ ես թույլատնելու, ժողովրդավարության մասին ընդհանրապես այլևս խոսք չկա, հասկանու՞մ եք, սոցիալական առումով նույնպես։ Ինչ վերաբերում է մյուս հատվածին վեհափառ Հայրապետի տնօրինություններ ընդունելու կամ չընդունելու։ Վեհափառ Հայրապետը օրինական ամենայն հայոց կաթողիկոսն է, լուսավորչի գահակալը, աթոռի գահակալը։ Եվ եպիսկոպոսական դասի մեծամասնությունը, քահանայից դասի ջախջախիչ մեծամասնությունը ընդունում են եւ մեր բոլոր համայնքները, եկեղեցիների մեծամասնությունը դա ընդունում են, փոքրամասնությունը ուզում է ուժով, զորբայությամբ գահ գրավել, իշխանություն յուրացնել։ Դա է ամբողջ այս գործընթացի։ Ես այստեղ չեմ եկել իշխանություն յուրացնելու։ Ինձ նշանակել է ամենայնայնից Հայրապետը, որի իրավունքը ինքը ունի, ինչպես որ թեմն է հաստատել 2021 թվականին, ինչպես որ թեմի առաջնորդ են նշանակել, եպիսկոպոսության աստիճան է շնորհել, այնպես էլ իր իրավասության սահմաններում է ազատել եւ նոր նշանակում անել, եւ սա չի վերաբերում միայն այս թեմին։ Այսինքն մենք չենք եկել այստեղ իշխանություն յուրացնելու, մանավանդ որ յուրացնելու բան չկա, այստեղ իշխանությունը ինձ համար ծառայություն է։ Սպառնալիքներով իշխանություն գործադրել չէ ինձ համար իշխանությունը։ Եվ ես էլ կանգնած եմ ընտրության առջև, վեհափառ Հայրապետը տնօրինեց եւ իմ տեխնացությունն էլ այս թեմի քահանաների մեծամասնության հավանության է արժանացել, կարծեմ հենց իրենք էլ առաջարկել են։ Եվ ես չեմ փորձել դասալիկ լինել եւ խաչի այս փորձության ճանապարհից չեմ փորձել փախչել։ Այսօր հաջակցություն ձեր նախկին ծառայեկից եղբոր Գևորգ Սրբազանի, Փաշինյանն անձամբ իր թիմով, գիտենք դա շրջիկ խումբ կա նաև աջակցող իրեն, մասնակցել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի, նախ մի փոքրիկ ճշտում հստակեցում Սուրբ Թադեոս եկեղեցին հանդիսանում է արդյոք առաջնորդանիստ եկեղեցի, ես գիտեմ, որ 2015-ին վեհափառ Հայրապետ նոծել է այդ եկեղեցին, բայց հիմա առաջնորդանիստ է թե ոչ, եւ եթե ունենալով նախադեպ Տեր այսպես նախկին Արամի Ստեփան Ասատրյանի, որն ինքնիրավչություն է կարծեկանում եւ դուրս չի գալիս եկեղեցուց, ունենանք նախադեպ, որ հենց այսպես այս մոտիվներով նաեւ սեփականաշնորեն այսպես կոչված եկեղեցին Գևորգ Սրբազանն ու իր աջակիցները ինչ պիտի անեք դուք, որտեղ եք լինելու դուք։ Կարծեմ առաջնորդանիստը
արտաշատում է, բայց քանի որ շենքը դեռ սարքված չէ, ժամանակավոր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում է առաջնորդանիստը։ Ես առայժմ կշրջեմ թեմում, քահանաների հետ կհանդիպեմ եկեղեցական համայնքներին, կհասկանամ, այստեղ ժողովրդի մեր հավատացյալների մասնակցությունը շատ կարևոր է եւ իրենք էլ կորոշեն, անկեղծ ասած, որովհետեւ գործադիր իշխանությունը ուժայիններին առել է անկել է եկեղեցիները, զբաղված է ասպատակությամբ, հասկանում եք, եկեղեցին ուժային կառույց չէ, որ դիմադարձի, հետեւաբար մեր եկեղեցու հավատացյալները իրենց խոսքը կասեն։ Այսուք եւ վերջում ամփոփելով թեզեր են տարածվում, որ Փաշինյանի մեկնարկած այսպես բարենորոգչական արշավն ամենևին եկեղեցու դեմ չէ, այլ որոշ հոգեվորականների կահակալ առաջնորդի այսպես գլխավորությամբ, սա օբյեկտիվ թեզ է եւ տեսանք, որ Փաշինյանը, որ մի ժամանակ հայտարարում էր, որ ինքը գործում է որպես ընդհանրապես եկեղեցու հետևորդ, արդեն թուղթ է ստորագրում հենց ի պաշտոն է։ Ինչպես է գնահատում այդ հանգամանքը։ Ես այս հարցին կպատասխանեմ հետեւյալ պատկերով։ Այսօր Մասիսում Սուրբ Պատարագի մատուցմանը, քանի որ չեր հնչելու վեհապար հայրապետի անունի հիշատակությունների մեջ, դպիրները փոքր բոյկոտել են։ Իրենք դրանով պատասխանում են այս հարցին, որ ամբողջը արշավը եկեղեցու դեմ։ Չեք հավատում, գնացեք այդ փոքրիկներին, երեխաներին խոսեցրեք, իրենք կասեն, իրենք ավելի լավ են հասկանում։ Ամեն դեպքում երեխաները չեն լռում։ Կգա ժամանակ քարերն էլ չեն լռի, կաղաղակ են։